թող Աստված այս վկայությունն նաև դարձնի վարակիչ շատերի համար։ Աստված գործում է, ով կասի ամեն։ Տեր օրհնի, խնդրեմ քույրս։ Մեր Տերը ամենակարող է։ Երբ որ 2 տարի առաջ ինձ մոտ բարորակ գոյացություն հայտնաբերվեց, ես նորահավատ էի ու հավատով, որ Տերն է ինձ բժշկելու, ասացի, որ չեմ վիրահատվելու ու Տեր, քո վիրահատությունն է լինելու իմ կյանքում։ 2 տարիների ընթացքում ոնց որ անընդհատ ստուգվել եմ 6 ամիսը 1, տարին 1, գոյացությունը դեռ կար, բայց ես չէի հուսահատվում, մյուս կողմից անհանգստանում էի մի փոքր, բայց վստահ էի, որ Տերը բժշկելու է։ 2 տարի հետո մի շաբաթ առաջ, երբ որ ոնց որ ցավերը ավելի շատացան ու կողքից շատ խորհուրդ տվեցին, որ ամեն դեպքում կարողա չարորակվի վերածվի, ավելի լավ է վիրահատվես, որոշեցի ամեն դեպքում էլի Տիրոջ ոնց որ օրհնությունով այդ վիրահատությանը գնամ, գնացի նորից ստուգվելու ու հաստատվեց էլի, որ կա գոյացությունը եւ ինչ որ վիրահատվելու առաջ արդեն պիտի անցնեի ինչ որ ստուգումներ, որպեսզի հասկանային, եթե չարորակը արդեն ընթացքը ոնց պետքա լինի, բայց վիրահատությունը հաստատվեց։ Ու Կիրակի օրվա ծառայությանը մեր Կարեն աղբոր մեր հովիվի օծությունը այնքան շատ է, ես կարծում եմ, որ մենակ իր հավատի համար Տիրոջ ներկայությունը այստեղ լինում է ու ով հասցնում է օգտվում է, այսպես ասեմ, այդ ներկայությունից Աստծո։ Ու երբ որ աղոթեց, ես հավատով, որ Տեր 2 տարի առաջ եմ ասել, որ դու ես ինձ վիրահատելու եւ այսօր էլ հավատում եմ դրան, որ ես չեմ վիրահատվելու եւ դու ես ինձ բժշկելու։ Ու աղոթում էի, երբ որ ծնկեցի աղոթքով, տեսա Տիրոջ դեմքը, միշտ պատկերացրել եմ, որ պետք է աղոթքիս մեջ երազել եմ, որ պետք է տեսնեմ Տիրոջը, ու չգիտես ինչի պատկերացրել եմ իրան ամբողջությամբ, այսպես ինձ ոտքից գլուխ պետք է տեսնեմ, բայց այդ օրը էլի Տերը ասեց, որ մի որոշեք ինձ ոնց պետք է տեսնեք, ու ինձ հայտնվեց իր դեմքով մենակ անցած Կիրակի, հա։ Ու չեմ կարող նկարագրեմ, թե ինչ հրաշալի, ինչքան սիրուն ու ինչքան փառավոր է մեր Տերը, ժպտաց ինձ, ու ես ասի, եթե նույնիսկ պետքա վիրահատվեմ էլ, մենակ այն, որ ես քեզ տեսա, Տեր, արդեն ամեն ինչ փոխվեց իմ կյանքում, արդեն ես, չգիտեմ, երջանիկ էի։ Բայց աղոթքիս ընթացքում արդեն հասկացա, որ բժշկվեցի ես, չեմ կարող նկարագրեմ այդ ներկայությունը Տիրոջ, դա ուզում եմ, որ ամեն մեկը զգաք դա, մեր Տերը ամենակարող է, իրականում, ինքը հավատարիմ է իր խոսքին, ու ես հավատով արդեն, երբ որ գնացի տուն, վստահ ասեցի, որ ես բժշկվել եմ, ու սպասում էի արդեն 3 շաբթի, որ պետքա նորից ոնց որ ստուգվեի, որ արդեն վիրահատվեի, ես սպասում էի արդեն այդ 3 շաբթին, որ արագ ունենամ իմ վկայությունը, որովհետև ես վստահ էի, որ Տերը բժշկել է ինձ։ Ու փառք Տիրոջը, երբ որ ստուգվեցին, սոնոգրաֆիա արեցին նորից, հասկանում են, որ ինչ-որ բան եղել է այդ տարածքում, բայց ասում են ոչ մի բան չկա հիմա։ Ու ասում են, եթե, այո, մեր Տերը ամենակարող է, ժողովուրդ, ամենակարող ու հավատարիմ է իր խոսքին, ուղղակի պետք է հավատանք։ Ամեն բան, այո, հավատքով, չեմ վիրահատվելու, ոչ մի վիրահատություն չկա, ոչինչ չկա, բժիշկը նայում է, ասում ես չգիտեմ ինչը պետք է վիրահատեմ, ոչ մի բան այստեղ չեմ տեսնում ես։ Փառք ամենակարող Աստծուն։